Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավարարության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը։ Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով։ Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը և ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը։ Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակութային ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը։ Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակման համար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Հանձնաժողովը այսօր հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը։ Միջնորդությունները վերաբերել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մհեր Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հարցը քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 8-ի հերթական նիստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 թեկնածուների գրանցումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս 2 անձ կալանավորվել է, հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, Մուլտիգրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Հուլիսի 7-ին Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ՄԻԲ գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը։ Ավելի ուշ տարածվել էր գործին առնչվող տեսանյութ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻԲ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել Հայաստանի Հանրապետության ԱՆ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովման առնչվող այլ հարցերը։ Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում։ Օրերս Երևան կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից ադապտացիոն շրջանն անցնելուց հետո կտեղափոխվեն այգու ազատավանդակներ։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Տեղափոխվել են 3 առյուծ, որոնցից 2-ը արու առյուծներ էին, 1-ը էգ և 4 վագրեր, բոլորը սպիտակ։ Տեղափոխման ժամանակ տարիքից և ուղեկցող հիվանդությունների արդյունքում անկել է էգ առյուծը, մյուս բոլոր կենդանիները նորմալ տարել են նարկոզը, տեղափոխությունը հետ վերադարձել են հետ նարկոզային, ներկայումս գտնվում են այգու կարանտինային հատվածներում, այսինքն ոչ ցուցադրման տարածքում։ Երիտասարդ առյուծի, արու առյուծի ոտքը նախնական վնասվածք ուներ, որը որ կիսատ բուժված է, ոտքի վրա մնացորդային վերքը նկատելի է։ Սպիտակ վագրի էգի ատամների մի մասը բացակայում են տարեքի հետ կապված, այդ տեսակետից կարող են լինել խնդիրներ, սակայն նորմալ սնվում են, նորմալ կենսագործում են այս ընթացքում, քանի որ մենք ինֆորմացիա չունենք, թե այդ կենդանիները ինչպիսի թաքնված հիվանդություններ են ունեցել, ինչպիսի բուժում են ստացել։ Կենդանաբանական այգիներում կենդանիները ունեն իրենց կենդանաբուժական թերթիկները կամ առողջական թերթիկը, որտեղ գրանցվում է այդ կենդանու հետ կատարված բոլոր գործողությունները։ Այս դեպքում մենք այս կենդանիների հետ կապված որևէ ինֆորմացիա չունենք։ Հետևաբար կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիան մենք հավաքում ենք տեղում, կենդանիները գտնվում են մշտական հսկողության տակ, կենդանիների ադապտացիոն շրջանը նաև կենդանաբուժական միջոցառումների ընթացք է, որից հետո արդեն կենդանիներին կարելի է հանգիստ թռչով տեղափոխել ազատավանդակ։
Ստրասբուրգում աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 7-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ նպաստավոր միջավայրի կարևորությունը։ Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումները եւ պրակտիկան բացառելու կարևորությունը։ Վերահաստատվել է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը 57 երկրի падգամավորներից ստանալով ամենաշատ քվեներ 119 քվեյով ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այդ մասին տեղեկանում ենք падգամավորի ֆեյսբուքյան էջից։ Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երկաթուղիների զարգացմանը։ Այս մասին Երևանում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Գրոնոն կրկին շեշտեց տարածաշրջանային կապի և Հարավային Կովկասի ավելի լայն ապաշրջափակման օրակարգը նույնպես Եվրամիության ուշադրության կենտրոնում է։ Հայաստան է հասել հերթական նվերը Եվրամիությունից, մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Ականազերծող հեռակառավարվող 2 մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա շտապօգնության 2 մեքենա, անհրաժեշտ հագեցվածությամբ։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Խոշոր բեռնատարները Հայաստան են բերել Եվրամիության խոշոր նվերը բեռնաթափել հնարավոր է հատուկ ավտոկրունկով միայն։ Բեռներից ամենածանրը մոտ 20 տոննա է կշռում, հեռակառավարվող ականազերծման մեքենա հանրապետության վտանգավոր տարածքներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Դա կբերի իրական ռիսկերի նվազեցմանը, դժբախտ դեպքերի նվազեցմանը եւ ըստ էության կնպաստի նաեւ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Աղտոտված տարածք, այսպես են ականազերծողները կոչում այն վայրերը, որտեղ կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։ Այդպիսի հողեր կան Հայաստանի 5 մարզում՝ Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Գեղարքունիքում, նախնական պաշտոնական գնահատմամբ շուրջ 43 միլիոն քառակուսի մետր տարածք։ Հիմնականում տարածքները գյուղատնտեսական կամ արոտավայրերի համար նախատեսված տարածքներ են, ինչպես նաև շատ ենթակառուցվածքներ գտնվում են աղտոտված տարածքներում։ Տարածքների մաքրման արդյունքում հնարավորություն կլինի եւ վերականգնել եւ ենթակառուցվածքները եւ շահագործել գյուղատնտեսական նպատակով մեր պիտանի հողերը։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթուղթը, հայտարարվեց խաղաղության պահպանման ու ավելի դիմացկուն Հայաստանի համար 15 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության հետ բանակցություններից հետո ականազերծման վարժանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը ներառվեց ֆինանսավորվող նախաձեռնությունների շարքում։ Ականազերծող հեռակառավարվող 2 մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնություն 2 մեքենա անհրաժեշտ հագեցվածությամբ։ Հաշվի առնելով, որ չկա փորձառություն այս լեռնային պայմաններում տեխնիկայի շահագործման եւ նորա, մեր գործընկերներն ԵՄ-ի աջակցությամբ լավագույն միջազգային փորձագիտական խմբերը հիմա մեր գործընկերներն աշխատում են միասին, որ կարողանան նախնական ցուցանիշներ ձևավորել, որի հիման վրա մենք կներկայացնենք կառավարություն առաջարկություն ազգային չափորոշիչները վերանայելու եւ արդյունքային ցուցանիշները իրական բարելավելու։
Մատակարարված ականազերծող մեքենաները նախագծված են հատուկ հումանիտար աշխատանքների համար։ Արտադրող խորվաթական ընկերությունն այն փորձարկել է Բալկանյան երկրներում, կիրառվում են Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։ Ավելի քան 500 սարքավորում ենք մատակարարել 41 երկիր, սրանք նախատեսված են բոլոր տիպի ականների համար։ Կարող են դիմանալ բավականին հզոր պայթյունների, հավատում ենք, որ այս տեխնիկական միջոցները լավագույնս կօգնեն հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին չեզոքացնելու տասնամյակների պայթյունավտանգականները։ Հումանիտար ականազերծման աշխատանքները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են դեռևս 2002-ից 2014-ից արդեն ներդրվել են ազգային չափորոշիչներ։ Այս ընթացքում մաքրված տարածքում որևէ միջադեպ չի արձանագրվել։ Հումանիտար ականազերծման պոակում այս տարի նախատեսում են աշխատանքի արդյունքային ցուցանիշի մինչև 300%-անոց աճ։ 2027-ից արդեն գործին կմիանան նաև հեռակառավարվող այս սարքերը։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքներում։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում այսօր կայացավ դեսպանի մամուլի ասուլիսը, մինչև վերջին պահը հանուն հայրենիքի թեմայով, որը նվիրված էր Իրանի նահատակ առաջնորդի Այաթոլլա Ալի Խամենեի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։ Դեսպանը նշեց, որ Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողություններին ամենաբարձր մակարդակով մասնակցել են 41 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տարածաշրջանային և միջազգային 4 կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը։ Մեր հարևան եւ բարեկամ երկրից Հայաստանի Հանրապետությունից տեսանք վարչապետի մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարության բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության հոգեվոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը։ Դա խոսում է երկու երկրների միջև հարատև կապի եւ առանձնահատուկ հարաբերությունների բնույթի մասին։ Հարկ եմ համարում իմ շնորհակալությունը եւ երախտիկի խոսքը հայտնել հայկական պատվիրակության ներկայության համար։ Դա եւս մեկ անգամ հավաստում է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը, ժողովուրդների միջև առկա մարդկային կապերը եւ այս կապերն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդը յուրահատուկ հարգանքով էր վերաբերում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին եւ օգտագործում էր ամեն առիթ այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել են Իրան-Իրաքյան պատերազմում։ Դա հատուկ կերպով ընդգծում է հայ-իրանական բարեկամության կարևորությունը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի այցին, ես որպես Իրանի քաղաքացի կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանը անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում այդ փաստը կարձանագրվի պատմության հիշողության մեջ։ Ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է նաև ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին, նշելով, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ուղղությամբ Իրանի ցանկությունը եւ կամքը շատ լուրջ է եւ վճռական։ Անցյալ շաբաթ մեծարգո Նիկոլ Փաշինյանը Իրանում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Փեզեշքյանի հետ։ Այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքյանը եւս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը եւ հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը, ուստի կարող ենք ասել, որ Իրանը իր կողմից շարունակ հետամուտ է աշխատելու եւ քայլեր ձեռնարկելու ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրմանը եւ վճռական կերպով շարունակում է այդ ճանապարհի քայլեր ձեռնարկելը։ Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք եւ տեքստը ուսումնասիրության եւ կազմման փուլում է։ Հուսով ենք հնարավորինս արագ այդ փուլը կավարտենք եւ կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ։ Հնարավորինս պետք է աշխատենք այդ փաստաթղթի ամփոփման եւ վերջնական տեսքի բերման համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ սիրով կողջունի Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ
Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կկարողանան արդեն ստորագրել այդ փաստաթուղթը։ Նաև կարծում եմ, որ այդ փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում եւ նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար, այդ թվում տարբեր ոլորտներում, թե քաղաքական, թե անվտանգության եւ թե ներդրումների, նաև պաշտպանական, հստակ ուղենիշներ կդրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի Իսրայել այցը Իրանի հետ լարվածության սրման պատճառով։ Հեքսեթը պետք է կատարեր իր առաջին պաշտոնական այցը Իսրայել, հանդիպելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Նա նաև պլանավորել էր այցելել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներ։ Այցը չեղյալ է հայտարարվել չորեքշաբթի առավոտյան, չնայած արդեն իսկ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին։ Հեքսեթի այցի նպատակներից մեկն էր փարատել Իսրայելի մտավախությունները Թուրքիային 5-րդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի կապակցությամբ, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Միջազգային այլ թեմաների առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի աշխատանքը։ Հուլիսի 7-ին մեկնարկած երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի անդամ 32 երկրների առաջնորդները։ Քննարկումների հիմնական թեմաներն են Եվրաատլանտյան անվտանգության ամրապնդումը, պաշտպանական ներուժի զարգացումը, պաշտպանական ծախսերի ավելացումը և անվտանգության ոլորտի այլ առաջնահերթություններ։ Գագաթնաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումը, որի ընթացքում կառավարությունների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են պաշտպանական արտադրական կարողությունների ընդլայնման ոլորտում ներդրումների և սպառազինության համատեղ նախագծերի իրականացման հարցերը։ Անկարայի գագաթնաժողովը դարձել է ՆԱՏՕ-ի պատմության ամենամասշտաբային միջոցառումը միջազգային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների թվով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա 5-րդ սերնդի F-35 կործանիչներ։ Վերոնշյալ հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։ Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի 4 դիվիզիոն, շուրջ $2.5 միլիարդ արժողությամբ։ Այդ գործարքից հետո Անկարան դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրից։ ԱՄՆ ուժերի կողմից Իրանին հուլիսի 8-ի գիշերը հասցված հարվածները միանգամայն անհրաժեշտ էին։ Այս մասին հուլիսի 8-ին Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Կարծում եմ, որ դա միանգամայն անհրաժեշտ էր, քանի որ երբ կա հրադադար եւ Իրանը գործնականում խախտում է հրադադարը, մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ նավերի վրա հարձակման հետ կապված։ Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժով արձագանքի, նշել է Ռյուտեն։ Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։ Սպիտակ տունը պաշտոնական հրավեր է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին հուլիսի 21-ին Վաշինգտոն այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկությամբ հրավերն արտացոլում է Լիբանանի և Միացյալ Նահանգների միջև երկարատև գործընկերությունը և հնարավորություն է տալիս երկու առաջնորդներին քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում երկկողմ հարաբերություններ
գործողությունները, տարածաշրջանային անվտանգությունը եւ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ պետական ինստիտուտներին։ ԱՈՒՆ-ը լիբանանյան լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ այս ամիս կայցելի Վաշինգտոն, առաջ մղելու ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը, որի նպատակն է վերջ դնել Իսրայելի եւ Հեզբոլահի միջև ամիսներ տևած մարտերին։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3685-ի։ Այս մասին հայտնել է երկրի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Նրա ներկայացրած ամենօրյա կառավարական ամփոփագրի համաձայն 16740 մարդ վիրավոր է, 17907 մարդ զրկվել է օթևանից, 190 շենք լիովին ավերվել է, 856-ը զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ, 25970-ը բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում եւ բժշկական հաստատություններում։ Օգնություն է ցույց տրվել 86794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9603 տոննա սննդամթերք։ Ավելի վաղ հաղորդվել էր 3342 զոհի մասին։ Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել երկու երկրաշարժ, որոնք հաջորդել են իրար մոտ 40 վայրկյան ընդմիջմամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են Յարակուի նահանգում միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժերին հաջորդել է 900-ից ավելի հետցնցում։ Շարունակենք թողարկումը։ Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական վկայականը։ Հերթագրման կարգը պատմում է տեսանյութը։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատմում է տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 եւ Երևան քաղաքի Գյուրջան 10 կոտորակ 2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռք է բերում վառելիք եւ առանց հսկիչ դրամարկայի մեքենայի կտրոններ տրամադրելու եւ այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու վաճառում է սպառողներին։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը իրեն պահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել եւ իրականացրել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխի ճաշտարակների քանակներն ու պայստավորման տարածքների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացնելով նաև արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-ից 26 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել եւ իրացրել տարբեր
տեսակի շուրջ 1.6 միլիարդ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով բեզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել, հսկիչ դրամարկային մեքենաներ եւ չեն տպվել ՀԴՄ կտրոններ։ Այս ամենի հետևանքով հարկային մարմնի ներկայացված հաշվարկներում բացվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի ակտիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարել իրական իրացման շրջանառությունները։ Եվ եղանակին ընթരാճ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը իրազեկում է ամառվա շոկ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Ինչպես վարվել նման դեպքերում, պատմում է փրկարար ծառայության տեսանյութը։ Ամառվա շոկ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ գալիս են որսի համար։ Եթե օձերին մենք չվնասենք, օձերը երբեք ոչ կվնասեն, ոչ էլ կհարձակվեն մարդու վրա։ Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-ից 2.5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել եւ անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։ Պետք չի բռնել օձին։ Պարզապես պետք է զանգել 112 եւ փրկարարները կգան, իրեն կտեղափոխեն անվտանգ վայր։ Ինչ անել, եթե օձն արդեն հասցրել է խայթել։ Եթե թունավոր օձ է գծել, պետք չէ լարվել, պետք է հեղուկներ խմել, մոտենալ մոտակա բժշկական կենտրոն։ Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր եւ պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում հուլիսի 9-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-ի ցերեկը 10-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի գիշերը շրջանների զգալի մասում 9-ի ցերեկը 10-ից 13-ը, կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կնվազի 2-ից 4, 9-ից 10, հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Այս եթերի համար այսքանը, հաջորդիվ կարող եք հետևել մեր վերլուծական թողարկմանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։